Ողջույն բոլորին, ուզեցի սկսեմ առավոտվա վլոգը 7 ժամը, սուրճս դրել եմ, ինչ-որ քաղցրով, ինչ-որ ճաշել, նախաճաշել չեմ ուզում, համալսարան պիտի գնամ, բայց գոնե մի բան եմ, որ պիտի ստամոքսումս լինի, թե չէ ինձ ֆիզիկապես սկսում է բաց գալ։ Համ գիրք եմ կարդում, համ սուրճս եմ վայելում, այսօր Արտաշես արթնացա, որ պիտի զբրոց գնա, պատմես խոր լուծություն եմ ուտել։ Բա ներվայնացա շատ, որովհետև չեմ սիրում, որ բացակայում ենք, բայց դե ինչ արած, երեխան մեղավոր չէ։ Ոչ մի այնպիսի բան չի կերել, որ կարող է փորլուծություն առաջացնել, հետևաբար կարող է այդ վիրուսային աղիքային ինչ-որ մի բանը չգիտեմ։ Ուֆ, ներվայնանում եմ, այս դպրոցները հենց սկսում են, ինչ վիրուս ասես պտտվում է մեր տանը։ 27 աշճանա, ոնց որ կադրում 57 թվա չէ։ Մի խոսքով երեխեք չան, ձեզ բարի դիտում։ Ինձ էլ բարի ժամանց։ Բալիկս արթնացավ։ Հանքյանքս հազում ես։ Արթնացել ասում եմ ծնունդս, ասում եմ չէ մի հատ էլ պիտի քնես, ասում եմ բայց ես արդեն քնել եմ։ Ասում եմ մի հատ էլ պիտի քնես, դավս։ Հա գանձես, դու ծնունդիդ ես սպասում, ուտեմ ես քեզ։ Երեխեք ջան, ես արդեն դրսում եմ, սպասում եմ տաքսին, ափսոս այսօր մի փոքր ուշանում եմ, թե չէ տաքսիով չի գա, լրիվ թալանը 1800 դրամ ստեից ռասիո, կաշմար կակո, ափսոս ուշա, թե չէ ես պրինցիպի մետրոյով էի գնալու, պրինցիպիալ։ Ես հասա, այսօր արևոտ ա թեև, բայց բավականից դառնած եմ ձեզ, ինձ թվում է պրոբկաներ շատ են լինելու ու շուտ եմ դուրս եկել, 40 րոպե շուտ էի դուրս եկել, բայց դեռ մի 25 րոպե դասին կամ։ Բայց ոնց ասում են ավելի լավ է ուշ, ավելի լավ է շուտ, քան ուշ։ Ոբշն, ես դեռ վիճում եմ տաքսիների գների հետ, այսօր խցանում էլ գրեթե չկար, շատ արագ հասանք, հետևաբար գտնում եմ, որ այդ կինը ուղղակի անխղճություն է։ Իհարկե ես եմ ընտրում նստել տաքսի, բայց դե օրինակ այսօր ինձ թվում էր կուշանամ մետրո, որտեղ մետրոյում 2-3 մետրո կարող է բաց թողես, մինչև տեղ լինի, որ նստես, ու կարայի ուշանայի էլի։ Այսօր վերելակի մեջ մենակ եմ, այդպիսի բան 1000-ից 1 ա լինում, սովորաբար հերթ ա լինում վերելակների մոտ, երևի շուտ եմ եկել դրանից է։ Մեր 9-րդ հարկի պատուհանի տեսարանը այսպիսին է, շինարարական աշխատանքներ են գնում, լայնամասշտաբ, մի քանի շենքեր են միանգամից կառուցվում, տեսեք, կառուցվում են ու կառուցվում։ Ես էլ սպասում եմ կուրսացիներից, որովհետև դեռ մենք չի եկել, բայց որ վրայա կգամ, որովհետև 10-15 րոպե բան է մնացել։ Մազերս այսօր ինչքան ուզեցի սարքեմ, իմ սրտով չեղավ։ Խարեն այս հատվածը շատ սիրուն է, նոր տեսա, գիտեք, պատուհանին չէի մոտեցել ոչ մի անգամ։ Ինչ լավն է, բայց շատ վախենալու բարձր։ Գլուխս կախեցի պտոտվեց լսեկիսի շմորցրա։ Շուտիկի 9-րդ հարկում եմ հիմա։ Ուժս վախում եմ ես բարձրությունից։ Եղեք էլ ես եկեղեցին ամպերի մեջ սիրուն է։ Ուղղակի գժվել կարելի է։ Բնություն ինչ հրաշք է։ Երեխեք ջան, մենք դուրս եկանք, քանի որ մեր բուֆետը շատ հարուստ տեսականի ունի։ Նու, փոխաբերական մասով խաչապուրի է մենակ լինում ինձ հարմար կոնկրետ։ Աղջիկներով որոշեցին գնալ մեր 4 հարկանին, էլի մանկավարժականի բաժինը, հա, այսպես ասած, այնտեղ ես տեսել եմ, որ կար բուֆետ։ Երեխեք, եկոնք խորթուբորթություններով գտանք, ուստեղ տեսականի շատ է։ Վերցրել եմ բրինձով փլավ եւ նագեց, ինչպես նաեւ ջուր եւ աշխատող կինից որպես բլոգեր ճանաչեց ու նվիրեց կոդացեց, մենք էլ շատ սիրում ենք դեպակ։ Մի խոսքով երեխեք ջան, նորմալ մի բան ունենք, պատրակավ։ Մեզ եղավ հայեր են։ Ենենց խորթուբորթություններով եկան գտանք, են ուժս կինոների բաներից են մի քանի կրուղ ֆրացինք, նոր գտանք։ Չեն ես քանքից գալի։ Հավես տեղան։ Կարող է տեղակ չեն։ Այսօր սաղ օրը ասած մտքերի մեջ եմ եղել ու ներվային վիճակով, որովհետև քիչ մի դավս էր այսօր ջերմում, դե երեխան հիվանդ է գիտեք, նաև ոնց որ ինձ ավարակել, ֆսֆսում եմ, զգում եմ, որ գրիպոզ վիճակ ա մոտես,
Դե այս տարի որոշել է sense մոտ բարեկամներով, հարազատներով հավաքվենք, մեր տունը այդքան մեծ չի, որ ուզեմ կանչեմ ընկերներ եւ այլն բան, դրա համար որոշել էի, որ այս անգամ էլ հարազատներով այդպես կհավաքվենք, հատկապես որ Խորենի մորաքույրը, Խորենի եղբայրը իր ընտանիքով, երեխաներով բան եկել են Հայաստան, մտածեցի, պես Խորենի քույրիկը, հա, իմ եղբայրը ընտանիքով, բայց այնպես ստացավ, որ մեր պլանները կարծես հոդս ցնդեցին, քանի որ հիվանդ ենք, մեր հյուրերն էլ երեխաներ ունեն, ու կարծում եմ, որ կվախենամ, որ վարակենք էլ երեխեքին եւ նպատակահարմար չի վարակել որևէ մեկին, ինչի մենակ երեխեքին մեծերին էլ, կարծում եմ, որ մեր հյուրերը չեն ուզել ներկա գտնվեն, կվախենան մի փոքր ու ես հասկանում եմ իրենց, այնպես ստացվեց, որ սենց սաղ պլանները փլուզվեց, ու քան որ Դավիթ 5-ամյակն է ու ինքը ամեն օր ասում է մնաց 2 օր քնեմ, մնաց մի օր քնեմ, որոշեցինք Խորենի հետ, որ չհետաձգենք ծնունդը, որտեղ այդպիսի մտքեր եղան, բայց ես էլ չեմ սիրում այդ երևույթը, որտեղ որ ծնունդը անցնում է, այդ օրը չես նշում, ոնց որ արդեն այդ էյֆորիկ վիճակը չի լինում, էլի, ոնց որ այս զգացողությունը, որ ծնունդն է, հետո ինքը այդ օրն ա ծնվել, այդ օրը պիտի նշենք։ Դե մենք խորովածի միս էինք առել, Արտաշյաձյանին խնդրել էինք, որ այդ ֆարշը բռնի, ինքը համով ա բռնում, պիտի խորովելու տայինք բանման, տորթ են պատվիրել երեխուն, փուչիկներ, սենց աղցան են պլանավորում սարքել, խմիչք եղենք, հաղցր եղեն, ուտելիք, սենց սաղ սենց պոլնի խոտով պատրաստվել էինք, էլի, ու այնպես ստացվեց, որ քանի որ ատմենա եղան մեր հյուրերի գալու պահը, ատմենա եղավ, մենք այդ սաղ ինչ որ պլանավորել ենք կանենք, ասում եմ խոր նոր տարվապես մի 3-4 օր ուտելիք ունենանք, մի 7 կիլո միս կխորովենք, հա, կարտոշկա բան, սալատ մալատ կսարքեմ, կնշենք, ոչինչ, ինչ արած, եմ որ ասում եմ, ուրեմ այդպես էր պետք, հա, չգիտեմ, մի քիչ նեղվեցի, բայց դե իմաստ չունի նեղվել, ոչ մի բան դա չի փոխվելու, նվերը փաթեթավորել ենք դավուկայիս, իր օրը վաղը տոն կդարձնենք, քանի հոգով լինենք, տատիկ պապիկը կարող է գան, Սուսիկեն կարող է գան, չգիտեմ էլի, տեսնենք, ով կգա է, որ ասում է աչքիս վրա, ով էլ չի գա, ավելի ուշ կհանդիպենք էլ, ինենց հավոր, հետո մեկ այլ առիթով կհանդիպենք, բայց երեխու ծնունդը այնուամենայնիվ ուզում ենք, որ նշենք, ինքը սպասում է շատ իր ծնունդին, իր տորթիկին եւ այլն, Не так, как предполагали, но я думаю, մենք կարողանանք իրան ուրախացնել ու իր օրը դարձնել տոն։ Վայրբերիցից պատվիրած փուչիկներն ենք բացում, դավը մի քիչ բարելա, ջուր ա դառել մազերը։ Առաջինը ինքը փուչիկով գույն է սուզում։ Զալատիստի այդ բաներովն է սուզում։ Դե ամեն մեկը մի հաց չէ։ Ես կանաշեմ։ Կանաշն է սուզում։ Ամեն մեկը մի հաց չէ, որ հետո ես եմ։ Ոյ, դոժձե կա հետո։ Հա։ Վեց փոքր է։ Նույն չափն է։ Չնայ։ Էս ինչ է, ան։ Այդ թիվ չի ինչ որ 5-ն է։ Զոլիկով է։ Հա, չէ, թիվը։ Լսի թիվ ունեն, գիտես, չէ, առանձի խոր։ Իդեպ երեխեք, այսօր ընկերուհիս էլ ա գալու, որ տեսավ սենց սաղ ատմենա եղե, ասեց ան ես կգամ, մի քիչ կնստենք, շնորհավոր եմ բան, շատ ուրախացա, вообще երկու ընկերուհիներս էլ էին ուզում գալ, բայց ցավոք պլաններ ունեին օրվա հետ կապված ու չկարողացան գալ։ Մի խոսքը, օպրի դավը։ Չէ, սեղելիքա։ Փոքրիկա Ինքը պուճուրիկա, դա։ Էս որ այս կպայքի։ Կապի պապան։ Աշխատանքի բաժանում են արել, պապան փչում, երեխեքը փչում են, Խորենը կամպոզիցիան հավաքում է։ Ես էլ նկարահանումներով, գիտեք, իմ գործը նկարելն է։ Խոր պատկերացում ունես, ոնց են կանում, ինչ որ, այն մեր մշտական։ Հա, այս բաները հավաքում։ Հա, լենտայի վրա։ Հա։ Հա։ Հավեսը։ Հավեսը դե մի աղբյուր սկազում, շատ հավես է։ Ջան, ձեզ հավեսը լինես։ Համը դոր զիկա։ Քեզ առաջարկում եմ դու սկսես փուչիկների բիզնես, որտեղ ամեն անգամ ավելի պրոֆի է ստացվում մոտը, դες կոնստրուկցիաներ հավաք։ Սովորում եմ գնալու։ Հա, կարաս արդեն քիչ-քիչ։ Անունը կդնես Աննա, որպես քո սիրելի կնոջ։ Աննա փուչիկ։ Հումոր արեցի անջան։ Չէ, շատ դիպուկ էր ու խտալու։ Պապի
Բան, միած սպարտիվկայի դե կանտիկները կոչքի, որ վրայցը չընկնի այդ շնուրոկը։ Մինչև ավելի սիրուն շոր կհագցնեմ ձեզ ծննդյան։ Այսօր իհարկե ես պլանավորում եի կսվել, սիրունանալ, բայց այնքան ուժ չունեմ։ Երևի թե չեմ անի դա։ Աննա մազերը ներկում է։ Հա, ես ուզում Այս լայվ խակա ոնց արագ մազերը ներկում։ Սուպեր կլեո կուցրեք։ Օդավո բարև։ Պրոցեսը ընթանում է полным ходом, հա, սիրուն մատվի փուչիկներ եմ։ Вообще շատ սիրուն կոմպլեկտ եմ ընտրել, որովհետև մեկը մեկից սիրուն են փուչիկները։ Քենդի բար ենք սարքում, այս հատվածում։ Խոսքը շատ պուպուշնա։ Չէ, դավ, հանի պապայի հետ հեսա կկպցնենք կողքերը այդ բարի։ Այդ դորձիկները շատ շուտ են փոկվում։ Այս մյուսը լրիվ սաղ փոկրթվեց, պետքա զգուշ լինել։ Ակտիվ գործունեությունը շարունակվում է։ Հինգը փչել ենք։ Այսպիսի վիճակ է մի հատ սենց օբշի պլան եթե տամ, հիմա փորձենք զարդարել։ Հիմա ինձ դուր մի հատ են փայլերովից։ Բալես, եթե մենք այդ քենդի բարի վրա դնենք քաղցր բաներ, ավտոմատ կհասկացվի։ Քենդի շապը։ Հա։ Քենդուն բան է։ Փողը սուզում ես դիցայմա։ Այն սիրուն կոմպլեկտեր ես փուչիկները, մատվի, սենց։ Հա, հեսա մնում է կարգի բերենք։ Երեխեք, մենք այստեղ զարդարել ենք ֆոտոսեսիա։ Մի րոպե հեսա կբացես, ֆոտոսեսիա է անում Դավին, ինքը խելոք ինչ պոզաներ, որ խնդրեցի ընդունեց։ Հիմա նվերը բացելու արարողությունն է, հեսա մաման կնկարի, սիրուն, հա։ Եվ փորձում եմ Instagram-ի համար նկարել եւ YouTube-ի համար։ Հավեսա տղես։ Մի րոպե դա եւի պապան օգնի Դավս, որտեվ այնտեղ բաներ կա, պիտի կտրեք իմ գանձեր։ Խոր մի հատ բայց ձեզ երեքիդ կուզեի նկարել, գիտես։ Այդ հա։ Չէ, ես շատ վատ տեսք ունեմ այսօր։ Հավեսա դա։ Չեք պատկերացնի, քանի անգամ եմ Դավի մազերը չորացրել։ Սա փաստորեն ավտոյա, որի վրա նաև կրակելու բան կա, հարմարանք այսպես ասած։ Սիրուն է, չէ՞ ստացվի երեխեք։ Քենդի բառը դեռ չեմ դրել, որովհետև վախենում եմ մի վայրկյանում սաղ ուտեն, իսկ Դավը հազում է ու պետք չի որ տես քաղցրը չարաշար։ Դավի սիրտը ուտել էր ուզում, ու քանի որ դեռ ուտելիքները չէինք պատրաստել, Большое, ոչինչ, կիսի։ Այսպես բրդուճներ ենք ամ զեյթունով, պանջով, իդեպ ընկերուս գալներ չստացվեց, երեխան ջերմելա դպրոցի ձանգել են, ասել են եկեք։ Դրա համար ինքն է չկարողացավ գալ։ Մտածում եմ այսօր աղցան մաղցան չսարքեմ, մենակ խորենի սիրած աղցանը կսարքեմ։ Մնացած բաները կպահեմ, այս երկու օրը որ լավանանք, այսպես ասած, խորենի եղբոր ընտանիքը, մորաքույրը, Սուսիկ ընկելի որ գան, քույրը Այդպես էլի համով բաներ կսարքեմ, հաջան։ Մի հատ աչիկը գա։ Չէ, նկատի ունեի սոնան, սոֆան, բայց երբ որ լավանանք, հա, սոֆան էլ է հիվանդ, հա։ Բանը, դրա համար, այսպես ասած, մի քանի համովություններ կպահեմ այդ օրը սարքելու համար, որտեղ մենք չենք հասցնի այդքանը ուտել էլի այսօր։ Իզուր սարքելու եմ, թափեմ։ Հա, դավաս։ Զեյթունի ջուր ես թափե վրա, թե ջուր ա ուտել, բան։ Չէ, ջուր ա։ Հա։ Ինքնուրույն սարքում է բրդուճի։ Կանաչա։ Կանաչա։ Խորենը վերադարձավ, դե իհարկե Արտաշեսը չէր կարող այսօր առանց նվեր մնալ եւ ինքն էլ իր նվերը ստացավ։ Մենք միշտ այդպես ենք անում, Դավիթ ծննդին Արտաշեսն էր փոքրիկ պրեզենտիկ ստանում եւ հակառակը, հա։ Մոսյակս ինձ համար վերել է չստոներ, ես չունեի աշնանա ձմեռային չստեր եւ այն բաց չստերով էի։ Հա, ու ասեց որ հիվանդալիդ այդ բաց չստերով ես, ես պիտի առնեի, բայց ինքը ինչպես միշտ նրբանկատորեն գնեց ինձ համար շատ հավեսնեն, cute, cute։ Հա, բալես, դե խաղա։ Դավիթորթը խորես, վայ, շատ սիրուն է։ Պահի եթե քո դրած չգիտեի, Ֆերմեր կար է։ դնենք։
Մի հատ կադր եթե կարող ես մտցնել։ Ուղղակի այդ սև բանը սա տորթի վրա է թափում, դրա համար շատ չեմ ուզում, բայց արի դնենք։ Okay։ Հա։ Բանը ինչ էի ուզում ասել, մոռացա։ Հեսա քենդի բառը սարքեմ, իրականում տարբեր կոնֆետներ էի առել ծնունդին, բայց քանի որ հյուրեր չունենք, այդքանը որ դնեմ երեխեքն են ուտելու, պետք չի։ Դա եւս կպահեմ, հետո որ հյուրընկալենք, այդ ժամանակ կհյուրասիրեմ։ Կդնենք միայն ժլաշկա-մլաշկաները, որոնք երեխեքը սիրում են։ Անկեղծ ասեմ, կադրում Երևանու տեսք չունեմ բնավ, բայց դե որ ասում դուք իմ օնք եք էլի։ Կարող եք ինձ տեսնել այսպես։ Այստեղ երկու տեսակի մարշմելո ենք լցրել։ Համով բալիկը։ Գրակում հողը։ Կարծում եմ երեխեքի համար ամենահետաքրքիրը հենց այս տիպի կոնֆետներն են։ Երեխեքս միայն չափավոր, լավ, որովհետև ինքը այդքան օգտակար բան չի, պետք չի բան անել։ Խոր դու տեսար են վիդեոն, որ ուղարկել է, որ Գրիֆիլդի մեկ էլ տեսթերի մեջ ինչ-որ թունակ քիմիկատներ էին գտել։ Այդ չուտես հատակից արևս։ Հա, ծխով իս։ Տատիկ պապիկ եկան, դավի նվերներն են բերել։ Հավես, դա։ Ես այստեղ սեղանն եմ քիչ-քիչ պատրաստում, որպեսզի նստենք։ Արտաշեսը փող ա ստացել, որ իր ուզած խաղալիքը առնի։ Ես խորիկի սիրած սալատից եմ պատրաստում, դրա համար պետք է մալականի թթու, Արտաշեսյանը Սուսիկը այսօր շուկայից առել են, սոխա, կանաչի, կանաչ ոլոր ու մալականի թթու։ Այդ խորիկի ամենասիրած աղցանն է, մեկ է ստալիշնիա տենց սիրում, կարոջի ինչ գարոխի հետ կապված սիրում է։ Խորովածն եմ մեր կարտոֆիլ ենք նաև խորովել, Արտաշեսյան տենց, այսպես ասած, ֆարշ բռնելու մաստեր է, դրա համար խորովածի միսը, այսպես ասած, իրեն էինք վստահել, որպեսզի կարողանա այդ իրան ձևերով սենց համով խորոված տանա, խորովելու են տվել ու բերել են անգամից։ Всё, կարտոֆիլ էլ կա իդեպ։ Գնանք նստենք, ընտանյոք հանդերձ վայելենք մեր համովությունները։ Կացել ենք բուն գործողություններին երեխեք ջան, так что ես երկար չեմ ուզում նկարեմ, որտեղ մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում սնվենք։ Առավոտից մի երկու բրդու չեմ կերել։ Երեխեք ջան, տորթը մեր ունի էս տեսքը։ Արդեն հեսա որ չենք ուտես, կկծես։ Դեմքեր մի արա։ Հիմա էսա դավուկաս կեղտո թաթիկներով պետք չի ձեռքը հարել, լավ։ Հիմա մի հատ է սիրուն տորցիկը կիրացնենք, սուրճը արդեն պատրաստ է, так что էլ ինչ դարդ ունենք։ Չես, вообще չես, մինչև վերջներ չհանգեն։ Մի քիչ նյուստոյչիվի է։ Չես հասցնի, շուտ արա։ Վայ մամա ջան։ Երազանք պահի, որ փչես մոմը։ Ինչ երազանք ես պահում։ Չանանով, դավ ջան։ Սանան երկար է։ Հա, իրոք։ Հələ մտածի ինչ ես ուզում, որ կատարվի։ Ուռա! Չես ուզում, ասես ինչ ես պահել, ճիշտ էլ անում ես։ Երազանքը պիտի մենակ տեսնեք վիճակը, աչքերը փակ կամաց, հիմա կտրատում ենք տորցիկը, կյանքս։ Գծի,